Ոնց ես։ Լավ, կար ժամանակով եմ դուրս եկի Հայկ մաման տանն է։ Բա որտեղից էի զանգում։ Ստեղ մոտ ավտոմատ կա այդ ավտոմատից։ Լավ է թե չէ, Մերի, քեզ մոտ բան եմ ուզում ասել։ Դու գործավարուհի կաշխատես։ Գործավարուհի։ Հա, մեր օֆիսում տենց մի հատ գործ կա, մամայի մոտ։ Ես իմ Հայկ, ախր ես ինչ պիտի անեմ։ Դե պետք է հեռախոսազանգերին պատասխանես, հանդիպումներ նշանակես, մարդկանց ընդունես, պետք է բան էլի։ Դու չգիտեմ, Հայկ, ես երբեք այդպիսի գործ չեմ արել։ Հետո ինչ, ես քեզ կտանեմ մամայի մոտ, մաման քո հետ կխոսա։ Եթե մաման հասկանա, որ դու այդ գործը կարաս գլուխ բերես, ուրեմն վախենալու բան չկա, Մերի ջան։ Չգիտեմ, բայց շատ կուզենայի։ Ուրեմն վերջ։ Ես մամայի հետ կխոսամ ու քեզ իմաց կանեմ, լավ։ Լավ, շատ շնորհակալ եմ, Հայկ։ Հələ շուտ է, Մերի։ Տեսնենք ինչ կստացվի նոր։ Մեկ էլ քեզ մի բան պետք է խնդրեմ, Մերի։ Կարաս Մոնիկային ասես դուրս գա, հետը խոսալու բան կա։ Մոնիկային։ Հա, բայց ես չէ, Մերի։ Վահան աղբերս իր հետ խոսալու բան ունի։ Որ ասես Վահանն ինքը հաստատ դուրս կգա։ Բայց Հայկ, Մոնիկան հիմա այստեղ չի ապրում։ Բա որտեղ է։ Գնացել է իր տուն, արդեն մի քանի օր այնտեղ է ապրում։ Մերի, իսկ կարաս իր հեռախոսի համարը կամ հասցեն տաս ինձ։ Հեռախոսի համարը չգիտեմ, բայց տան հասցեն գիտեմ, այնտեղ մի անգամ եղել եմ։ Հա, կասես։ Նա կասեմ։ Վահան։ Վահան։ Վահան, հյուրն ես։ Բարև։ Ուր ես։ Քանի օր է գործերով ու գլուխս խառներ, չկարացա զանգեմ։ Ձեզ սուրճ բերեմ։ Հա, բեր։ Լավ։ Եթե ես չգամ, դու չես զանգի, հա։ Ինչ ես ասում։ Երեք շատ ուշ եմ եկել, դե չուզեցի քեզ անհանգստացնել։ Ես ինչ գործերի մեջ ես խառնվել, որ ինձ մոռացել ես։ Դու ասացին հավատում ես։ Այստեղ։ Ասա ոնց ես։ Երետ էլի գլուխդ տանում, հա։ Չէ, ինքն էլ է զբաղված, ինքն էլ է ինձ մոռացել։ Ընկեր վռամը իր գեղեցիկ աղջկան մոռացել է։ Կարող է աշտվել այն մտքեր, որ մենք միասին բդիլվենք, հա։ Չէ, դու դրան հավատում ես։ Արդեն չգիտեմ ինչ եմ հավատում։ Մենակ մի բան հաստատ գիտեմ, որ մենք իրար հետ ամուսնանալու ենք։ Այդ ես կասկածում եմ։ Ինչ, բայց հարսանիք չի լինի։ Ես թքած ունեմ սաղի վրա։ Արի ուղակի վեր կենանք ու գնանք։ Առանձին ապրենք։ Վահան, բայց ոնց այդպես անենք։ Նույնը չեմ հասկանում, մենք մեծ մարդիկ ենք, չէ՞։ Կարանք, չէ՞, մենք մեր կյանքը դասավորենք։ Մերսի տա։ Չգիտեմ, Վահան։ Պետք է մի հատ լավ մտածել։ Իդեպ անընդհատ ուզում եի քեզ հարցնեի։ Հենց աղկե փունջը, որ ուղարկել էին։ Պարզեցիք, ով է ուղարկել, կամ ինչ-որ բան բացահայտվեց։ Չէ, այդպես էլ անհայտ մնաց։ Չնայած Ինչ չնայած։ դե մեր տուն անընդհատ զանգում են ու չեն խոսում։ Չհասկացա։ Դե զանգում են ու չեն խոսում, ով էլ վերցնի։ Չնայած մի անգամ խոսեցին։ Ինչ էր, ով էր։ Դե զանգողը անունս տվեց ու անջատեց։ Տղամարդ էր թե կին։ Տղամարդ էր։ Ու կարելի ասել Հրաչի ձայնին նման էր։ Ում։ Հրաչի։ Դե կեներատ։ Ինչ իրավունք ունի քեզ ծաղիկ ուղարկել ու զանգել։ Չգիտեմ, Վահան, անկեղծ չգիտեմ ով է։ Ուրեմն շանսատական է։ Վահան, դե ինչ անում, ընդամենը զանգում է։ Ինքը ռիսկ չի ունենա վերադառնա։ Վահան, հանգիստ տեղի։ Լավ էլի ինչ հանգիստ եմ, նուն է։ Ինքը ինչ իրավունք ունի քեզ ծաղիկ ուղարկի, քեզ զանգի, ընդհանրապես քո հետ շփվի։ Որ ասում եմ արի առանձին ապրենք, գիտեմ մի բան որ ասում, իսկ դու մտածեմ, մտածի։
Հա, բան, ես կմտածեմ, ասում, կմտածեմ, քեզ հետո կասեմ։ Այս զարման։ Ես, ալո։ Հա, Սահայք։ Հա, գրում եմ։ Լավ, եղավ, մերսի։ Նուն ջան, ես պիտի գնամ շտապ գործ ունեմ։ Երեկոյան անպայման կզանգեմ։ Լավ։ Հաստատ կզանգես։ Այերկե կզանգեմ, նուն ջան։ Չեմ կարա չզանգեմ, նույնիսկ պիտի պատասխան տաս։ Հալավ, ես չասեցի, որ հենց այսօր կպատասխանեմ։ Ես չեմ հասկանում, իմ գլուխը չի մտնում։ Այդքան դժվար է մի հարցին պատասխանել։ Կարող է չես ուզում հետս լինես։ Դու ինքդ գիտես, որ ուզում եմ։ Ես չէի, որ քեզ հետ համաձայնեցի փախչել։ Բա էլ ինչ կա որ։ Բան, ես ուզում եմ, որ մի քիչ ժամանակ անցնի։ Որ տեսնեմ papan ինչ է անում, ինչ է ասում։ Չեմ ուզում, որ կռվի ու փախուստի միջոցով ամեն ինչ լուծվի։ Ուզում եմ մարդավարի, նորմալ ամեն ինչ հարցերը լուծվեն։ Պրոբլեմ չկա, ոնց ասես։ Արի գնացինք։ Մի րոպե։